Չէի պատկերացնի, որ այդքան արագ կլուծես տարածքիդ վաճառքի հարցերը։ Դե անձնական խնդիրներ ունեմ, Վարդան ջան, դրա համար եմ տենց պլանավորել։ Հուսով եմ անձնական խնդիրներ չեն խանգարի գործարքը կնքելուն։ Չէ, չես խոսում։ Այդ գործարքի համար օդ ու ջրի նման բան է, ցավը տանը։ Դե շատ ավելի լավ, որովհետև իմ գործատուն շատ անհամբեր է։ Գիտես, մի քիչ կասկած ունեմ։ Ախր հասկանում ես Վարդան ջան, այդ գործատուի գաղտնապահությունը չեմ հասկանում, ինչի է այդպես։ Դե ինքը այդպես է աշխատում։ Կարող է դու ինքդ նայել ես իր ընկերությունը ներկայացնող բոլոր փաստաթղթերը։ Ու կարծում եմ տարեկան շրջանառությունը հաշվի առնելով ավելի լավ գործընկեր ոլորտում չես կարող գտնել։ Այ Վարդան ջան, այնպես ներկայացնում մարդու կասկածները միանգամից մարվում է։ Վստահ եմ, երբ որ ժամանակը գա, դուք իրար հետ կհանդիպեք եւ այդ ժամանակ ամեն ինչ քո համար ավելի պարզ կլինի։ Շատ լավ։ Դե ես սպասում եմ պայմանագրի կնքմանը։ Հա, մեկ էլ չմոռանաս, որ երկու կողմերը պարտավոր են հավասար ներդրում անել։ Հա, իհարկե, ես պատրաստ եմ, գումարը կա։ Ես ամեն ինչ անում եմ, որ մեր պլանավորածով գնա։ Դե ավելի լավ։ Ես էլի հանդիպում ունեմ, պետքա դուրս գամ։ Լավ, ես էլ մտածեցի միասին կճաշենք, բայց եթե հանդիպում ունեք, Ուրիշ անգամ։ շատ լավ։ Դե հաջողություն Վարդան ջան։ Հաջողություն Կարո ջան։ Նստի արում։ Ասա, շեֆ ջան։ Եթե ժամանակ ունես, մի քիչ խոսենք։ Հա, ոչ չէ։ Արմենը ասել է ինչ է ուզում քեզ տեսնի։ Չէ, ուղղակի ասաց, որ ուզում է հանդիպենք։ Շուշպա դու էլ ես ուզում հետը գնաս։ Չէ, ուզում եմ տուն գնամ։ Տեղ գնալու տրամադրություն չունեմ։ Մի քիչ կցրվենք, շուշ։ Չէ, մար։ Մարս լավ, ստեղից մեկը արդեն մոտիկ է։ Դու ոտվոտ գնա, ես ու Շուշին եմ էլ համար կքայլենք, համ կճանապարհեմ, համ այնտեղից միանգամից գործի կգնամ, էլի։ Լավ, քեզ շատ եմ սիրում։ Իսկ այն որ իմացար Երքի Մամիկոնյանի գլխին ինչ են բերել այդ ժամանակ էլ էի շատ սիրում։ Չէ, այդ ժամանակ շատ ջղայնացել էի, ու եթե ձեռքից տակ ինչ-որ ծանր բան իներ, կտայի գլխին։ Նա ասա լավ ենք բրծել, էլի, չէ Շուշ։ Հաստատ, Մարիին իմանալով չեմ կասկածում, որ կաներ։ Նա ասա պիտի արագացնենք, էլի Շուշ, թե չէ սա կարողա մտքերը իրագործի։ Բայց լսի հիմա քեզ ինչ եմ ասում։ Փաբից հենց դուրս գաս, ուղիղ կգնաս տուն, հասկացար։ Գլուխդ կախ, օտար տղամարդկանց չնայես։ Շուշ, երեկոյան գաս մեր տուն։ Չեմ խոստանում, մարդ տրամադրություն չկա։ Երեխեք լավ եսեք ուշանամ արդենք, էլի։ Մի տեսակ ես։ Ինչ տեսակ։ Դա որ քեզ նման չես լինում։ Բամ եմ նման։ Մեր հարևան Վարսիկին։ Ինչ։ Ասում եմ մուր ես մտքերով։ Այնքան մտածելու բան կա, որ չգիտեմ էլ ուր եմ հասել մտքերով։ Լավ, արի այդ մութ ու մռայլ մտքերը դիր մի կողմ ու կենտրոնացի քո հերթական 18-ամյակի այդ տոնակատարության վրա։ Ես այն կանանցից չէ, որ ահուդողով են սպասվում մոտեցող ծննդյան տոնին։ Այսինքն սիրում ես ծնունդդ։ Ավելին։ Հպարտանում եմ բոլոր այն հաջողություններով ու ձեռքբերումներով, որ կուտակել եմ այս տարիների ընթացքում։ Ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ էլ գնալով սիրունանում ես, Շնորհակալ եմ։ Ինչ ասեցիր։ Մի հատ նորից կրկնի։ Հաջողախոսությանը սենց պատասխան տաս։ Ես երևի երազ, հա։ Ճիշտ ես։ Մի տեսակ տարօրինակ էր քեզ արժանի հոմանիշներով դիմելու փոխարեն շնորհակալություն ասելը։ Միակս, լավագույնս, իմս, սերս։ Այդ հոմանիշները նկատի ունեիր։ Ոչ։ Բռի, չոբան, անտաշ, աննրբանկատ։ Վերջինը նորություն էր։ Նորություն չէր։ Ուղղակի չէի բարձրաձայնում։ Ընդհանրապես ինչի՞ եմ ես քո մեքենայով գնում տուն։ Ես ինքս կգնամ։ Չես գնա։ Ինչու՞։ Որովհետև ես բռի, անտաշ, չոբան, վերջին ինչ ասին, անտակտ։ Աննրբանկատ։ Այ դրանից եմ։
Պապի, ես ուր էիր։ Սաղ դպրոց քեզ եմ մանեկել։ Այդ չգիտես ո՞ր պահանջված մարդ եմ դպրոցում։ Մենակ իմ գործն եմ անում։ Ով ինչ խնդիր ունի ինձ ա դիմում։ Բա գիշեր է քեզ բացակայել տնից։ Տատին ամբողջ գիշեր չի քնել քեզ ասպասել։ Ճիշտ ես ասում։ Հա ինչ ունեմ խափելու։ Նույնս չղայնացած էր։ Ինչ էր ասում։ Ասում էր ցիտում եմ։ Թող հլետ քյոփակը տուն գա, տես ես դրա գլխին ինչ եմ բերելու։ Դա իսկ քյոփակ էր ասում։ Հա, բայց դե մի նեղվի։ Նեշի դու մաչո ես ինքն էլ քեզ քյոփակ ասեց։ Հիմի որ ականջներդ պոկեմ կհասկանաս ով է քյոփակը։ Դու ին վրա ջղայնանալու փոխարեն մտածի տատի սիրտը ոնց է շահելու։ Էդ իմ գործն է։ Տուն գնալուց իրա սիրած խմորեղեններից կտանեմ սիրտը կշահենք։ Պապի, բայց ուր էիր։ Կարող է ջահել տատիկա։ Նա եթե տենց բան կա ինձ ասա, տանը ոչ մեկ բան չի իմանա։ Այդ տղա քո տատի պես կնիկ ունեցողը էդ ինչ ռիսկ ունի։ Ջահել տատիկ պահի։ Գելի պլոջի քրկեր է։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Բա ուր էիր։ Բայց դպրոցում ասեցի։ Հա դպրոցում գիշերը ինչ էիր անում։ Ա քեզ ինչ։ Լավ, արի ասեմ, հեչ որ չի թորս ես։ Գիշերը Ֆարադեի դպրոցում էր մնացել։ Ասի հետը մնամ մենակ չլինի։ Ինչի Ֆարադեյը տուն տեղ չունի, որ դպրոցում է մնացել։ Կարող է տնից հանել են։ Շատ ես խոսում։ Քեզ ինչ։ Ամեն բան չպիտի բացատրեմ քեզ։ Ամեն մարդա սիրտը բացել է իմ առաջ, հիմա գաղտնիքները չեն պատմելու այդ մարդու։ Մարդը խնդիրներ ունի։ Մի որոշ ժամանակ պիտի դպրոցում մնա ու վերջ։ Ասում ես մի որոշ ժամանակ դպրոցում է մնալու, հա։ Պարզա։ Էդ ինչն է պարզ։ Քո ասածը պարզա։ Զուր տապել եմ։ Ընկերներս ինձ են սպասում, ես գնում եմ։ Դու էլ տուն գնալու զգույշ կլնես։ Պստոն գերնա։ Բարև։ Որ իմանա այստեղը չի գա։ Դու կարաս հանգիստ լինես, ինքը քեզ չի նեղացնի։ Համել հիմա գնում է։ Ավելի լավ։ Բարև Մարի ջան, ուրախ եմ որ քեզ տեսա։ Բարև ձեզ։ Մարի ջան, դու նստի, ես հիմա քո համար շուտ սուրճ պատրաստեմ կամ, հա։ Մարի ջան, մենք կարող ենք խոսել։ Էրիկի հետ կապված։ Ինչ կա Էրիկի հետ կապված։ Արագ ասեք, որովհետև ես Արմենի մոտ եմ եկել։ Շատ լավ։ Նստի։ Բացի Արմենի պատրաստած սուրճից ինչ-որ բան էլի կցանկանաս։ Չէ, շնորհակալ եմ։ Մարի ջան, հասկանում ես, Էրիկի երկրից սենց շատ արագ գնալը իմ մոտ հարցեր առաջացրել։ Դու կարող աղ իմանաս, ինչ ա պատահել, ինչի Էրիկը սենց արագ գնաց երկրից։ Ես մենակ գիտեմ այն, ինչ որ Էրիկն է ինձ ասել։ Իսկ կարող ա ինչ-որ բան չես հիշում կամ կասկածում ես, եթե ինչ-որ բան կասա ինձ։ Ես ձեզ ասելու բան չունեմ։ Դուք եք Էրիկի հայրը, դուք պետք է իր հետ կապված ամեն հարցի պատասխան իմանաք, ոչ թե փորձեք ինձնից լսել։ Ճիշտ ես ասում շատ։ Համաձայն եմ քեզ հետ։ Ուղղակի հասկանում ես, լինում են դեպքեր, որ երեխաները ընկերների հետ ավելի շուտ են կիսվում, քան ծնողների։ Ինչի քո հետ այդպիսի բան չի լինում։ Չէ, չի լինում։ Որովհետև իմ մաման ամեն ինչ արել է, որ բացի լավ մայր լինելուց, նաև ինձ համար լինի լավ ընկեր։ Ու ես իրենից գաղտնիքներ չունեմ։ Իսկ եթե ձեզ մոտ այդպես չի, ուրեմն որպես հայր դուք եք թերացել։
ճիշտ ես։ Ես որպես հայր շատ եմ թերացել։ Բայց հիմա կարևոր է հասկանալ Երիկս ինչի այդպիսի որոշում կայացրեց, որ շատ տենց հապճեպ գնա երկրից։ Ես մտածում եմ շատ հնարավոր է ստիպել են կամ պարտադրել են։ Չգիտեմ։ Ես միայն գիտեմ, որ ինքը ուզում էր ուսումը դրսում շարունակել, այդ նպատակով էլ մեկնել է։ Ուրիշ բան չգիտեմ։ Արմեն, խաշը ինչ եղավ։ Դու հանգիստ մի անհանգստացի։ Ես գնում եմ առավել ևս, որ գործերում եմ Մարի ջան։ Ուղղակի մի խնդրանքել ունեմ։ Ես գիտեմ, որ դու Հերիկի մտերիմ ու շատ հարազատ ընկերն ես։ Դրա համար մտածում եմ հնարավոր կլինի մենք մեկ-մեկ հանդիպենք, զրուցենք։ Ես Էրիկի մտերիմն եմ, ոչ թե ձեր։ Ու եթե հիմա այստեղ նստած խոսում եմ ձեզ հետ, դա միայն քաղաքավարությունից ելնելով ու Էրիկի խաթր։ Բայց ինչքան էլ Էրիկին սիրեմ ու հարգեմ, մեկայում կարծիքը ձեր մասին չի փոխվելու։ Դուք նույն մոնստերն եք։ Ես արժանի եմ այս խոսքերին։ Քեզ լավն է, Մարի ջան։ Ու մի բան էլ ուզում ասեմ, որ լավ, կարևոր չի։ Ինչ եք անում, գժվել եք։ Կներես Մարի ջան, ուղղակի Երիկիս կարոտը քեզնից եմ աղնում։ Կներես։ Հաջողություն։ Արմեն։ Ցտեսություն։ Էրիկ, Ինքը հենց տխուր աղջիկ է տեսնում, մոտենում է։ ինքը։ Իր անունը Սմայլիկ է։ Ու ինքը ուրախ լինելով չի սիրում, որ մարդիկ տխրում են։ Ուզում ես ասես դու հիմա դրա համար ես հայտնվել այստեղ։ Ինչի ես տխուր։ Ինչ ա եղել։ Լավ, չես ուզում ասես մի ասի։ Բայց իրան պիտի վստահես։ Ուզում ես թողնեմ քեզ մոտ մի քանի օր։ Ինչի համար։ Որ տրամադրությունդ միշտ բարձր լինի։ Մտածում ես այս խաղալիքը կարա օգնի, որ ինձ տրամադրությունը բարձրանամ։ Հա, երբ տրամադրություն չունենաս, կնայես Սմայլիկին ու կժպտաս։ Չեմ հավատում։ Մտածում ես ես քեզ խաբում եմ։ Լավ, բեր փորձենք։ Դու հիմա տխուր ես, չէ՞։ Ուրեմն հիմա ուշադիր նայ ես Սմայլիկին։ Տեսար որ ժպտացի։ Այդ հաշիվ չի, դու ստիպեցիր, որ ես ժպտամ։ Բա հենց սրա էֆեկտն էլ է դա։ Երբ տխուր լինես, կհիշես հիմա ես դեմքը ու կժպտաս։ Ես զարմանում եմ, Արմեն, այսքան ժամանակ ոնց ես այդ դու դիմացել։ Ամեն մի շեֆ իր բզիկներ ունի, չէ՞ բայց այս
Էդոյի մեջ մարդկություն ասվածը իսպար բացակայում է։ Հա, մարդ ասեցիր հիշեցի։ Այդ մոնստերը ինչ է իրան կորցրել։ Կանոն շատ է փոխվել։ Ուղղակի դու դա չես ուզում նկատես։ Արմեն հերիքա հա պաշտպանես դրան։ Երևի Էդոն այնքան է քեզ զզվացրել, որ հիմա Կարոն աչքիդ հրեշտակ է երևում։ Չէ, տենց չի։ Ես էլ էի տենց մտածում, բայց արի ու տես, որ Կարոյի մեջ մարդկային ինչ-որ նշաններ կա։ Մենք նույն մարդու մասին ենք խոսում, Արմեն։ Էրիկը նոր է գնացել, արդեն իր մեջ մարդկություն է առաջացել։ Բայց տեսա ինձ ոնց գրկեց։ Երևի ոչ թե մարդկային է դարձել, այլ ցնդել է։ Ինչ իմանաս հիմա իր ներսում ինչ է կատարվում։ Իսկ դու գիտես։ Չէ, ես որտեղից պետք է իմանամ։ Բայց Մարի, երբ որ մեծանաս, այդ ժամանակ կհասկանաս։ Դմբո։ Դու ես։ Բայց ինչ քծիկ մարդ դուրս եկած, չոք, Մուրազիկի տանում ես, որ հանկարծ մեզ մի լավություն չանի։ Լավ եմ անում, որովհետև այնքան խնդրանք եք ասել ձուկիկից լրիվ սպառվել է։ Հլնայի ոնց անի բարդ խեղճը։ Տանում եմ, որ ինձ երկար ծավալ։ Էգոիստ։ Դրա տեղը գնա քեզ նրա ձուկիկ ան։ Քեզ ծնունդիս կհրավիրեմ ինձ նվեր կբերես։ Էդի տես չի աշխատում։ Պիտի ամեն մեկը իր հավաքած փողով առնի, որ իր ցանկությունները կատարի։ Հլնայեք, ամեն ինչ անում է, որ հանկարծ փող չծախսի։ Հա, Ռեբեկա, հերիք հայրանից ուտեք, հասկացանք։ Հավելի երեխեք։ Ավելի լավ է ձեր ուժերի կենտրոնացրեք մեր այսօրվա սպասվող լուրջ գործողության վրա։ Որ պատկերացնում ինչ անելու, օրս արավ չեմ կարող ծիծաղացնել։ Բայց ասեք, որ շատ լավ բան եմ մտածել։ Շատ։ Դե ուրեմն խնդրում եմ չուշանակ էլի։ Okay։ Դե ես գնացի։ Երեխեք այսօրս տաքսիով եմ գնալու։ Ինչ որ մեկը կա, որ կուզի հետս գա։ Ես ումական տեղ ունենք գնալու, բայց Ռեբեկան կարող գա հետդ։ Տուտիկոն ստան մոտ ես, չէ՞ ապրում։ Չէ, տատիկիս տունն է Տիգրանի ստան մոտ։ Այսօր էլ տատի հենց եմ գնալու։ Դեմ չես, չէ՞ Տիգ ջան, որ գամ հետդ։ Չէ, դեմ չեմ։ Ո՞վ ես։ Ներս արի, բացա դուռը։ Սերոպ, ես ինչ ա եղել քեզ օրը ցերեկով պարկել ես։ Նա ինչ անեմ։ Ծովա, ծարավ։ Անել բանել չկա։ Դրա համար եմ պարկել։ Հələ տես ինչ է բերել ընկերոջս համար։ Անգեր, լավ ես ասում։ Ոչ գալիս ես, ոչ գնում։ Ինձ էլ թված ինձ լրիվ մոռացել ես։ Նեղանալու տեղ ունես, Սերոպ։ Բայց հավատա, նենց խառն է, որ քիչ սրբելու ժամանակ չունեի։ Բայց այսօր մի հատ գործ կար, գնացի արեցի ու առևտուր արեցի, ասեցի գամ ընկերոջս ուրախացնեմ։ Արագ բերել ես։ Ինչի միշիշ։ Այ հենց սրանից էլ կսկսենք։ Հələ, եթե դու իսկականից լավ տղա ես, հա։ Ես գիտեմ, վերջը քեզ իմ լակոտ հետ փոխելու եմ։ Մերոն, քեզ ինչ բատություն են արել, Սերոպ։ Եթե լես է ճիշտ ասում։ Ախր այդ լակոտը ոչ մի տեղով բանի պետք չի։ Դե, սենց նստելով ասեմ, արաղը տաքանալու է ցնդի։ Ճիշտ ես ասում։ Հեսա գնամ, բաժակ բերեմ, մի թաս խմենք, հա, ախպեր ջան։ Առաջինը մեզ սպասվող լավ օրերի կենացնեմ խմելու։ Ախպեր ջան, համերնեմ կյանքիդ, ծավը տանում է դու ջան, հեսա բերում եմ։ Ահա, Մարիս էլ եկավ, գնամ սեղանը պատրաստեմ, միասին ճաշենք, Մարիս սոված կլինի։ Մամ,
Արի նախշունը սանից է գալիս։ Հաստատ նախշունը թույլ չէր տա, որ սոված կար, հանգիստ նստիր։ Ոյ։ Էս ինչ համով հոտել են գալիս։ Մի րոպե գուշակեմ։ Կարկանդակ ես թխել ու թանապուր պատրաստել։ Ճիշտ է իմացար։ Բայց նորը դա էր ուզում, ես ոնց կարող եմ քո ցանկությունները անտեսել։ Վայ տաճ ջան, չես պատկերացնի ոնց եմ քեզ սիրում։ Բայց մորի ջուն։ Բայց ես չհասկացա, նախշունը քեզ սոված է թողել։ Չէ, նախշուն քուրիկը ժինգալով հաց էր սարքել, բայց դե այս հոտերը շատ ախորժելի։ Այո, բատատիկը տա պատրաստել, չէ։ Սառն ես, գիտես, ձեռքերը սառն են։ Գնամ թեյ պատրաստեմ, խմեստականաս։ Չէ, տաճ ջան, չեմ ուզում։ Չէ։ Շուշին ոնց էր։ Այսօր շատ նեղված էր։ Մամ, չգիտեմ ինչ անեմ, որ տրամադրությունը մի քիչ բարձրանա, հետը խոսել չի լինում։ Ոչինչ։ Հիմա իհարկե մի քիչ կտանջվի, բայց ժամանակի հետ ինքն էլ կհամակերպվի Էրիկի մեկնելու որոշման հետ։ Դե լավ, ես գնամ սեղանը պատրաստեմ։ Սպասիր կամ օգնեմ։ Չէ, դու հանգիստ թե հետ խմիր։ Ես կամեմ։ Ոնց ես արևս։ Ինչ որ ուրիշ բան էլ է պատահել, թե Շուշիի համար է սենց անտրամադիր։ Մամ, գիտես, այսօր կյանքում առաջին անգամ այդ մոնստրը խղճից վրա աստեց։ Կարոյի մասին ես խոսում։ Կարոյին ինչու հիշեցիր։ Մամ, դու չգիտես, որ ինքը իմ կյանքի անբաժան մասն է, որ ես էլ չհիշեմ իր մասին, ինքը հաստատ կհիշեցնի։ Այսօր Արմենի մոտ էի գնացել ու իրան հետ էս սրճարանում։ Եվ ինչ է ասել Կարոն, որ այդպես ազդել է վրատ։ Ինչ որ բան է ասել։ Մամ Էրիկից էր խոսում։ Այնքան ընկճված էր։ Ես այսօր առաջին անգամ հասկացա, որ ինքն էլ սիրտ ունի ու կարոտել ու սիրել գիտի։ Դա նորմալ է։ Մարդը վերջը եւ հաստատ Էրիկին շատ է սիրում, անհանգստանում է ու վստահ եմ որ կկարոտի։ Մամ, տարօրինակը գիտես որն է։ Այդ մարդը ինձնից էր հարցնում, թե Էրիկը ինչի ատեն շուտ որոշում կայացրել, որ երկրից գնա։ Եթե անկեղծ այդ հարցը միայն Կարոյին չէ, որ անհանգստացնում է։ Ես էլ եմ ուզում նույն բանը քեզ հարցնել։ Դու կարծում եմ առանց լուրջ պատճառի Էրիկը հապճեպ որոշում չէր կայացնի։ Կարծում եմ ավելի ճիշտ վստահ եմ, որ այդ որոշման հետևում շատ լուրջ բան է թաքնված։ Իսկ կարող է Միքայելը կապ ունի դրա հետ։ Միշոն ինչ կապ ունի։ Դու ինչ գիտես այդ մասին։ Դե շատ պատահական Էրիկի եւ Լիդիայի խոսակցությանը ներկա եղա։ Մամ, ինչի մասին որ դու ասում ես, այդ ուղղակի անհեթեթություն է, ինչ որ մեկի չար կատակը։ Իրականում ես էլ եմ վստահ, որ Միքայելը ոչ մի բանի հետ կապ չունի։ Խնդրում եմ փոխանցիր, եթե ինչ որ բանի կարիք ունենա, անպայման ինձ դիմի։ Սիրուներ, սեղանը պատրաստ է։ Եկեք։ Այս 2 րոպեում իրավիճակը փոխվել, հա? Գալիս ենք, մամ ջան։ Եկեք։ Երբ են ավարտվելու իմ այս տանջանքները, ես էլ չեմ դիմանում։ Սա ինչ են։ Թորոս ես գիտեմ այդ դու ես, ուր ես Թորոս։ Ոնց ես իմ սեր, ես արդեն գժիպես կարոտել եմ քեզ իմ սեր։
Լավ չեմ, տեղս չեմ գտնում։ Առանց քեզ ամեն ինչ անկույն է։ Ես կամ ու քոնն եմ, իսկ դու իմը ընդմիշտ։ Դու նոր ես գնացել, իսկ ես արդեն վերադարձիդ մասին եմ երազում։ Ես էլ նույնը։ Ամբողջ թռիչքի ընթացքում մտքերս մենակ քո մասին են եղել։ Հիմա պատրաստվում եմ հաջորդ թռիչքին։ Մի փոքր ժամանակ կար ուզեցի հիշեցնեմ, որ դու իմ միակ ու ամենասիրուն սերն ես։ Դու էլ իմը։ Դե լավ, կյանքս տրամադրությունը տեղը պահի, հասնեմ տեղ, տեղավորվեմ, կզանգեմ, գրկում եմ պինդ, պինդ, պաչիկ եմ անում։ Իա, Շուշի ջան, ես ինչա պտահան, գերանլներ պատը մծնեի։ Այս պայն շատ ուրախում։ Հասկացա, Ռոմեոնա զանգալ։ Գրել։ Այ խոխեք ջան, ինչքան ասեմ, հլե այնքան եք սիրահարվելու մինչև իսկական կեսին գտնեք։ Հա, բայց մամ, ես շատ մարդիկ եմ գիտում, որ դպրոցական տարիքից ուրիշ սիրել են, հետո պսակվալ։ Օրինակ Շուշի, Ասպրամն ու Հովիկը 8-րդ դասարանից սիրել են, վերջում պսակվալ։ Աղջի, ես էլ ասեմ, ում չեմ զանգալ, հլ տեսնեմ Ասպրամը ոնց ասում էր Հովիկը վատա, ես էլ կդասավորես, որ հետո չասես, մամա, շորս ուրա։ Լավ, լավ։ Չմոտենար, ես չեմ վախենում, այո ես չեմ վախենում, քիչ շոքիներ, գնացեք այստեղից, քիչ շոքիներ, չմոտենար, Ինչ ես անում այդ ժամին դպրոցում Ֆարադեյ։ Ես Դպրոցում ինչ։ Դպրոցում աղջիներ կան, տիկին լանջունի ու շատ։ Ինչեր ես խոսում Ֆարադեյ, աչքիդ ինչ-որ բաներ են երևում։ Ոչ, իմ աչքի ոչինչ չի երևացել, ես իմ սեփական աչքերով եմ տեսել նրանց, նրանք շատ էին ու աներով գալիս էին ինձ վրա, այո ես չեմ խաբում տիկին լանջունի։ Լսում եք նրանց ձայները, ուշադիր, լսեք։ Նրանք մոտենում են տիկին լանջունի, ինչ անենք, եկեք բախվենք տիկին լանջունի, բախեք տիկին լանջունի։ Եկեք տիկին լանջունի, փախանք։ Հա, էլ չեք կարողանում գալ տիկին լանջունի։ Ես գտվում եմ Ֆարադեյ։ Ես լավ միտք ունեմ, կարող եք զանգել ու ոստիկանությունը գա դպրոց։ Ինչ ես ասում, որ ոստիկանությունը ծիծաղի մեզ վրա Ֆարադեյ։ Մի հատ տաքսի կանչիր։ Բայց մի րոպե տիկին լանջունի, ինչու պետք է ոստիկանությունը ծիծաղի, չէ որ նրանք պետք է մեզ օգնեն, իսկ տաքսի կանչելու համար ես կկանչեմ։ գումարը դուք կվճարեք։ Իհարկե, քեզ էլ տուն կհասցնեմ։ Այո, դե դուք կանչեք, ես այդ հնարավորությունը չունեմ։ Եկեք փախնենք, կարող ենք գալ։
Ո երեխեք, այսօր ես ինչքան ծիծաղեցինք։ Հա, չով, մտածածը տյանն արեց ընկեր, լրիվ կինո էր։ Ոյ, հա, երեխեք, ես ինչ է։ Իսկ դու մեզ քանց հետո Ֆարադեյ ռիսկ չանի ոտ տնի ես դուրս։ Էրիկը ստեղ լիներ մի հատ է կքաչալանարի տառիթով։ 100%։ Ալա չով, ստեղ կամերա կա։ Ոյ, օրո, ոնց էի մոռացել։ Հիմա ինչ գլխներիս թեմա է դառնալու։ Յակ, պատկերացնում եք Արևշեցյանը, որ իմացավ գլխներից քարոզա կարդալու։ Ու չասեմ, որ Մարինը մորթելն ա թելելու։ Մարին ստեղ ինչ կապ ունի։ Անիմաց տեղը Մարի անուն էլ չտաս։ Վա, երեխեք, հերիքա կռվեք։ Ավելի լավ եկեք մտածենք այս տեսախցիկի հարցը ինչ ենք անելու։ Հասկացել եմ։ Թորոսին կասենք, այս հարցը կլուծի։ Հաստատ, Թորոսը չով։ Հա, Թորոսին չգիտես, 2 կոպեկ փոխտած Թորանը կծախի։ Տեսախցիկի եղած ինչա որ։ Դե վերջացավ։ Ուրեմն Թորոսի հարցը քո վրա, դե ֆինանսավորն էլ իմ վրա։ Տիկ, բայց կարող է վրադ շատ թանկ նստի։ Այդ հարցով մի անհանգստացի չով։ Ավելի պայծառ։ Լավ երեխեք, եկեք գնանք, քանի էլի մարդ չի եկել։ Հա, ճիշտ է, այս անգամ որ տեսան էլ արդեն չենք փրկվի։ Եկեք ձեր, եկեք ես ես դուք ճանապարհը։ Գնացինք։ Անուշան ես կբացեմ։ Բարև ձեզ։ Բարև բանջան։ Ներս համեցի բանջան։ Արի։ Տեսով ամես հյուր եկել։ Չնայած դու ինչ հյուր, դու իմ համար հարազատ տղու նման ես։ Այ տիկինի դա ջան, շնորհակալ եմ շատ, բայց այ Անուշի դեմքից հետ չի հասկացվում, որ ինքն էլ այս հարազատի պես ընդունում։ Ուշադրություն մի դարձրու։ Անուշը որ դե դրաստուգում միշտ անդրամադիր է։ Բայց ես համոզված եմ, որ Անուշիս էլ է ուրախ, որ դու այստեղ ես։ Չէ, Անուշ։ Իհարկե, մամ ջան, անսահման ուրախ եմ։ Դե լավ, դուք զրուցեք, ես գնամ Գաթայի հարցը լուծեմ։ Տեսնում ես հարազատ վերաբերմունքը որն է, Գաթաս չի մոռացել։ Իհարկե չեմ մոռացել։ Ես հիշում եմ, որ քեզ խոստացել է առաջին իսկ առիթի դեպքում քեզ համար Գաթա պատրաստել։ Չնայած Մարիից հետ ենք թխելու։ Ավելի հաճույքով կուտեմ։ Դե լավ, ես գնամ, դուք զրուցեք։ Սովորի էլի։ Շնորհակալություն, որ առաջարկեցի նստել, ես կօգտվեմ այդ հնարավորությունից։ Խնդրեմ։ Լսիր, դու չես հոգնում։ Քանի ժամ կարելի է օրվա մեջ միասին լինել։ Առավոտյան միասին ենք, ցերեկը միասին ենք։ Երեկոյան չես թողնում շնչեմ։ Գոնե կարելի է երեկոյան հանգիստ շնչեմ։ Կներես չեմ կարող։ Ինչու՞։ Դե որովհետև ինձ էլ է պետք շնչել։ Ու քանի որ դու դարել ես իմ թթվածինը, առանց քեզ շունչս կտրվում է, շնչահեղձ եմ լինում։ Դրա համար սենց պարբերաբար անկոչ հյուրի պես գալիս եմ ձեր տուն։ Այս շատ ճիշտ բնորոշեցիր այցդ անկոչ հյուրի պես։ Դու մի անհանգստացի, ես դրանից չեմ նեղվում։ Կարևորը որ կողքիս ես։ Բարև, բա։ Յա, լույս քեզ տեսնում։ Տղա ջան։ Այս ժամերին ես որտեղ ես քաշ գալիս։ Իբր չես հիշում, որ գործից եմ գալի։ Ահ, մնում էր քո աշխատանքային գրաֆիկը անգիրանեի հիշեի։ Հանգիստ տեղի, որ դու չես հիշում, չեմ նեղվում ես։ Եդ ինչ ես մրտ-մրտում քտի տակ։ Էջ ոչ մի բան լավ։ Բապ մի հատ հարց տամ, էլի։ Մենակ խնդրում եմ անկեղծ կպատասխանես, էլի, այդ իմ համար շատ կարևոր է։ Ասա։ Կհիշես այն մատանին, որ Տիկին Լիզայի մատանին, էլի, որ գտել էիր։ Կոնկրետ որ օրն ա եղել էդի։ Նա հիշում եմ։
Շատ լավ էլ հիշում եմ։ Կարող է գիտես հերդ հիշողության կորուստ ունի։ Այս տղեն ամեն ինչ շատ լավ հիշում է ու ոչ մի բան չի մոռանում։ Դե մի հատ խնդրում եմ էլի ասա որ օրն ա եղել։ Ուրվականներ, հեռացեք, դպրոցի ճանապարհը մոռացեք։ Ինչ ծնունդ։ Ոնց ինչ ծնունդ։ Քո ծնունդը, որի ժամանակ հնդկահավով տնական հարիսա ենք ուտելու, դուխիկի փաթաթած թփով տոլման ու լիքը հայկական ավանդական համով ուտելիքներ։ Բաբ մի վարքան կա։ Կյանքս կերակել է արա։ Չէ թողնում ակ հանգիստ ապրի արա։ Ես ձեր Ումում բայց քեզ չի պատկերացնի ստեղ տեսնել։ Ինձ թվում է երկուսս էլ գործի բերումով ենք ստեղ։ Միքայել Միրաքյանի գործով